Ծննդոց, գլուխ 47 Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին եւ ասաց. Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով եւ իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից եւ հիմա Գեսեմի երկրում են։ Եվ իր եղբայրներից 5 մարդ վերցրեց եւ նրանց ներկայացրեց փարավոնին։ Փարավոնն ասաց նրա եղբայրներին. Ինչ է ձեր գործը։ Նրանք պատասխանեցին փարավոնին. Քո ծառաները հովիվներ ենք, թե մենք եւ թե մեր հայրերը։ Նաեւ ասացին փարավոնին. Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում։ Փարավոնը խոսեց Հովսեփի հետ, ասելով. Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։ Եգիպտոսի երկիրը քո առջև է։ Բնակեցրու քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացու կարգիր նրանց։ Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին, եւ Հակոբն օրհնեց փարավոնին։ Փարավոնը հարցրեց Հակոբին. Քո կյանքի տարիների օրերն ինչքան են։ Հակոբը պատասխանեց փարավոնին. Իմ պանդխտության տարիների օրերը 130 տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ եւ ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին։ Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ փարավոնի մոտից։ Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի երկրի ամենալավ մասում, Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը։ Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին եւ իր հոր ամբողջ գերդաստանին հաց տալով ընտանիքի կարիքների համեմատ։ Ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը շատ էր սաստկացել։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը թուլացան սովի պատճառով։ Հովսեփը Եգիպտոսի երկրում եւ Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփն այդ փողը տարավ փարավոնի տունը։ Երբ Եգիպտոսի երկրից եւ Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ եւ ասացին. Հաց տուր մեզ, ինչու մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա։ Հովսեփն ասաց. Բերեք ձեր անասունները եւ ձեր անասունների փոխարեն հաց կտամ ձեզ, եթե փող չկա։ Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ եւ Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների եւ էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։ Լրացավ այդ տարին։ Հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ եւ ասացին նրան. Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, եւ մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից եւ մեր հողից։ Ինչու մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք, թե մենք, թե մեր երկիրը։ Ծախու առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, եւ մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացու տուր, որ ապրենք ու չմեռնենք, եւ երկիրն էլ անապատ չդառնա։ Եվ Հովսեփը գնեց Եգիպտոսի ամբողջ երկիրը փարավոնի համար, որովհետև եգիպտացիները վաճառում էին յուրաքանչյուրն իր արտը, քանի որ սովը սաստիկ ճնշում էր նրանց, եւ երկիրը դարձավ փարավոնինը։ Եվ ժողովրդին բերել տվեց քաղաքները Եգիպտոսի սահմանի մի ծայրից մինչև մյուս ծայրը։ Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին եւ ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։ Հովսեփն ասաց ժողովրդին. Այսօր ես ձեզ եւ ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա ձեզ սերմացու, սերմանեք հողը։ Բերքի ժամանակ 5-ից 1-ը պիտի տաք փարավոնին, իսկ 4 մասերը ձերը կլինեն, որպիսի արտի համար սերմացու, իսկ ձեզ համար ձեր տանը եղողների ու ձեր երեխաների համար ուտելիք լինի։ Նրանք ասացին. Մեր կյանքերը փրկեցիր,
թող շնոր գտնենք մեր Տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին։ Ովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր, որ 5-ից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։ Այսպես Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում, Գեսեմի երկրում։ Այնտեղ կալվածքներ ստացան, աճեցին և շատ բազմացան։ Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց 17 տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան 147 տարի։ Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դիր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմություն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի թաղիր, այլ թող իմ հայրերի հետ ննջեմ, ինձ Եգիպտոսից տար և թաղիր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։ Հակոբն ասաց. «Երդվիր ինձ»։ Եվ նա երդում արեց նրան։ Ապա Իսրայելը խոնարհվեց գավազանի գլխի վրա։